Դուք դիտում եւ լսում եք գործարար ալիքը, շարունակում եք ռազմավարական պլան туриզմ հաղորդաշարը, տաղավար Մելիանա Խաչատրյանը եւ առաջի խոսափողի մոտ է կառավարման փորձագետ Աննա Մազմանյանը, ողջույն։ Բարև ձեզ։ Այսօր խոսենք մի շատ տակրկիր թեմայի շուրջ, ես հիշում եմ, շատ տարիներ առաջ մեր հարևանները, որոնք ժամանակին շատ վաղուց լքել էին Հայաստանը եւ սփյուռքահայ էին դարձել, եկել էին Հայաստան մի երևի մոտ 1 շաբաթով եւ ես հիշում եմ, թե ինչպես մեր բարեկամներից մեկը պատմեց, որ իրականում նրանք եկել էին ատամնաբուժության նպատակով եւ ես ասացի ինչպես թե, այսինքն Հայաստան գալ, հասնել, ընտանիքով մնալ, ծիրան ուտել, հա, չգիտեմ, գեղեցիկ տեսարժան վայրերը դիտել ու ատամները սարքել ավելի ձեռնտու է, քան Ֆրանսիայում, ֆրանսիացի են, ատամներ սարքել։ Դե ասեց, փաթեթով այդպես է ստացվում։ Այսինքն եթե հաշվես, թե ինչքան դրական էմոցիաներ էլ հետը, այդպես է ստացվում։ Եվ այդտեղից սկսեցի ես առաջին անգամ իմացա թե ինչ ասել է, հա, բժշկական туриզմը, եւ ես հիշում եմ, որ ժամանակին անգամ իսրայելական մամուլներ բավականին լուրջ հարձակվում հայ ստոմատոլոգների դեպքում, վրա որ նրանք մեզնից կարծես թե գողանում են, հա, զբոսաշրջիկներին, որովհետեւ դե ընդունված է, չէ, գնալ Իսրայել բուժվելու։ Հայաստանը այս առումով ինչ տեսլական ունի, այսինքն արդյոք մենք կարող ենք այդ բժշկական туриզմի գործում որոշակի դեր գրավենք։ Ինձ թվում է, որ մենք ունենք շատ մեծ ներուժ, առաջի հերթին իմ կարծիքով այն պատճառով, որ ինչ որ չափով փոխանցվել է այն դպրոցը, հա, բժշկական, որը որ կար խորհրդային միություն։ Այո։ Այսինքն այդ բժշկական թե ինստիտուտները, բան ընդհանուր այդ միտքը ակադեմիական, հա, ու ոչ միայն, հա, ատամնաբուժական, այսինքն օրինակ մեր վիրաբույժները, հա, այսինքն այնտեղ որտեղ կա Ես գիտեմ, որ մենք ձեռքի աշխատանք չեմպիոն ենք քթի վիրահատության։ Հա, ու ես իդեպ ասեմ, որ շատ զարմացած եմ, որ նաև ոչ հայերն են գալիս, տենց իմ համար էս վերջերս ոնց որ Դե մեր վիրաբույժների ձեռքը բացված է։ Հա, ճիշտ է, նա իրանք մեծ աշխատանք են արել։ Այո, իհարկե, փորձը կա բնի։ Փորձը կա, այո, կարող է, պետք է, բայց դրա համար դու պետք է կարողանայր ու կարողանաս այդ դպրոցը, այդ միտքը պահես, այսինքն քո բժիշկները պետք է ստանան, ապագա բժիշկները պետք է ստանան այն լավագույն կրթությունը, պետք է շուկայում, այսպես ասած, հա, ունենան այդ բան առավելությունը, որ դու ունես լավ կրթված ու փորձառու, հա, բժիշկ, բայց քո ծառայությունները մի քիչ ավելի մատչելի են, քան օրինակ, չգիտեմ, Ամերիկայում կամ Ֆրանսիայում կամ եւ այլն, ու բնականաբար գալը մնալը, հա, գնալ ինչ որ տենց տուրերի, հա, գալ ընտանիքով ինքը լինի շատ հարմար, ինչը էլի կարևոր է, այսինքն շատ մտածված, հա, որտեղ եթե դու գալիս ես ինչ որ տենց բժշկական բաներով, դու բան ունենալու ես ինչ որ անհարմար իրավիճակներ, քեզ լավ չես զգում, այսինքն քո հյուրանոցները պետք է, հա, կարող է ինչ որ չափով մտածված լինեն, կարող է ինչ որ այլ ծառայություններ, հա, առաջարկեն, օրինակ, բան, չգիտեմ, հա, որ դու գալիս ես օրինակ քո երեխաների հետ, իսկ հյուրանոցը քեզ տրամադրում է ինչ որ աշխատող, ով որ քո երեխաներին կեսօրով կամ 3 օրով ինչ որ զբաղեցնի, այո, հա, ուշադիր կլինի գնայի, կարող է ինչ որ կան տուրեր եւ այլն, որ դու կարողանաս, հա, քո առողջությունով զբաղվես։ Շատ կարևոր է նաեւ այդ ռեաբիլիտացիա, այսպես ասած, հա, երբ որ դու անցել ես ինչ որ մի բժշկական պրոցեդուրայով, հա, կարող է այլ երկրում, բայց գալիս ես ու ռեաբիլիտացիան անցնում ես ստեղ։ Ցավոք, այդ դրա փորձն էլ մենք ունենք, երբ որ բան տրավմաներից հետո, թե վերջույթների, թե այլ տրավմաներից հետո կա Հայաստանում արդեն ինչ որ մի ձևավորված էլի դպրոց, որը որ իրականացնում է ռեաբիլիտացիան, հա, մենք
ունենք փայլուն մասնագետներ, ովքեր որ կարող են այդ հարցում էլ օգնել։ Այսինքն դա կարող է լինի կոմպլեքս, բայց ստեղ շատ կարևոր է այլ туриզմում դու կարող ես քեզ ինչ-որ բան թույլ տաս, չգիտեմ, շատ անգամ կամպանիաներ իրանք նախընտրում են, որ տենց լավ հաճախորդ է, ասում են այ հիմա սենց մի հատ լավ փաթեթ իրանց վրա, հա, բան վաճառենք, ու չեն մտածում, որ կարող է այդ մարդը գնում է ու պատմում է, ասում է չէ, շատ թանկ էր, հետո նստում անում է այդ հաշվարկ ու հասկանում է, որ ընդհանրապես այդ գումարը հա չարժեր տալ, բայց ստեղ այս բժշկականում շատ կարևոր է այդ ռեպուտացիան, շատ նախ միշտ է կարևոր, հա, ռեպուտացիան, որ դու աշխատես ու դա շատ ավելի, հա, կարևոր է, քան քո այսօրվա աշխատած, հա, գումարը, բայց ստեղ կայև նա այդ էթիկայի ինչ որ ստեղ բան կա, որ դու պետք է հասկանաս, որ այդ մարդը ինչ որ լավ բանով չի եկել, ինքը եկել է, որ իր ինչ որ մի խնդիր է լուծի։ Այսինքն պետք է ավելի շատ ջանաս, որ իրան լինի կոմֆորտ։ Այո։ Արդեն շատ ամեն ինչը, ամեն իր քայլը պետք է շատ ավելի ոչ միայն տուրիստ է, ինքը տուրիստ, գիծ պացիենտ է։ Դա արդեն ուրիշ, հա, ինքը պացիենտ է։ Նախ եւ առաջ ռեաբիլիտացիայի առումով ինչ որ չափով ռեաբիլիտացիա եւ ինչ որ չափով նաեւ հենց բումբուժում Հայաստանում այդ առողջարանները ես գիտեմ որ սովետական միության ժամանակ բավականին հայտնի էին հիմա էլ օրինակ չգիտեմ տեղացիների մոտ գնալ ջերմուկ հանգստանալ գնալ Հանքավան գնալ չգիտեմ Դիլիջան այս ուղղությամբ ինչ ունենք անելու, այսինքն ո՞րն է մեր առավելությունները, ինչպես կարելի է զարգացնել, կարելի է արդյոք հաշվի առնելով ներկա տնտեսական եւ անվտանգային իրավիճակները։ Նախ էլի իր համար հա պետությունը պետքա որոշի։ Իր համար ինչն է ավելի, հա, կարևոր, որ ինքը այսօր աշխատի գումար, բայց 10 տարի հետո մնա առանց մաքուր ջուր առանց դե ոնց ասկան պետությունը արդեն այդ որոշումը կայացրել։ Այդ որոշումը հա կայացրել է, ինչի բան հետևանքները բան մեր թորներն են բան վայելելու, ցավոք։ Ճակերտներին։ Այո, բայց իմ կարծիքով հիմա ամենաթանկ բանը դա մաքուր բնությունն է ու ջուրը։ Ու դրանից ավելի թանկ բան այս մոտակա 20, 30, 50 տարվա մեջ չի լինելու։ Ու մարդիկ հատկապես կովիդից հետո իրանք հասկացան թե ինչքան մեծ առավելություն է այդ մաքուր օդը ու ընդհանրապես ունենալ այդ առավելությունը հա լինել ինչ որ մի բաց տեղ բացօթյա տեղ գնալ ու մանգալ ունենալ այդ ազատությունը հա վայելելու այդ բնությունը եւ այլն օրինակ եթե դու հարցնում ես արաբական հայ երկրներից է որ գալիս են օրինակ բայց չգիտեմ էմիրություններից կամ եւ այլն իրենք ինչի համար են գալիս իրանք միշտ ասում են բան երկու բան Համենք ճոխությամբ իրենց չենք զարմացնի միանշանակ բացարձակ իհարկե ոչ ու այդ տեսլականը այդ ներդրումային հա ծրագրերի որ շենք բան մարմար եւ այլն բան խնդրում եմ դա ոնց ասեմ արդեն ոչ լավ չի նայվում արդեն, հա, իրանք ուզում են բնություն ու մեր խոհանոցը, հա, որովհետև իրանք չունեն սենց կանանչ բնություն, չունեն այդ օդը, չունեն այդ տեսարանները ու իրանք գալիս են դա վայելելու եւ իհարկե շատ մեծ դեր ունի իրանց համար ուտելիքը ու մենք դա ապահովում ենք իհարկե շատ ավելի մեծ ջանքեր են պետք նրա համար, որ պետությունը կարողանա մեծ գումարներ աշխատի բա туриզմով, հա, շատ ավելի հեշտ է իրան աշխատել, օրինակ հանկարծունաբերությունով, բայց եթե դու ունես բան տեսլական, այսպես ասած քո ռազմավարությունը փոխելու կամ գոնե անելու դիվերսիֆիկացիա ապա դու պետքա նենց անես, որ գոնե ինչ-որ մի մասեր քո պետության մնան այդ մաքուր, այսպես ասած, հա, էկոլոգիապես մաքուր տարածքներ։ Օրինակ, ջերմուկը ես գտնում եմ, որ դա սենց ուղղակի
դրախտային տեղ է եւ նաեւ շատ կարեւոր եմ համարում ասել թե ինչքան մաքուր ու լավ է պահպանվում քաղաքը շատ եւ խնամված եւ մտածված դու կարող ես գնաս ու գները իմ կարծիքով այն ծառայությունների ու այն որակի համեմատ տենց աչքի չեն ընկնում օրինակ ոնց որ Դիլիջանում կամ Ծաղկաձորում որտեղ ընդհանրապես անելու բան չկա արդեն Այդուհանդերձ անգամ այս դեպքում թերևս ինչ-որ չափով երևի պետության էլի մենք գալիս ենք ռազմավարության, ռազմավարություն է պետք, այսինքն դու պետք է հստակ որոշես, դու զարգացնում ես առողջապահական туриզմը, դու զարգացնում ես առողջապահությունը, թե դու զարգացնում ես պարզապես, թե քեզ տնտեսական թվեր են պետք, աճի թվեր են պետք, որովհետև առողջապահական туриզմը, որքան ես եմ հասկանում, ինքը երկարաժամկետ նախագիծ է։ Դու այնպես չի, որ հենց սարքեցիր ու քո մոտ ամեն ինչ աշխատեց։ Դու պետքա շատ ներդրում անես, դու պետք է աճես, դու պետք է դառնաս ճանաչելի, դու պետք է անդադ թարմացնես, նույն ջերմուկում, այո, դու կադրեր պետք է։ Նույն ջերմուկում ես ինքս գնացել եմ, կան օրինակ բուժման պրոցեդուրաներ, որոնք սովետից դեռ 70-ականներից ու սարքերն էլ չեն փոխվել։ Դա էլ է այնքան էլ լավ չի անդրադառնում, դա էլ պետք է ենթակա այդ հարմացման։ Այսինքն դա երկար բիզնես է, ինչպես օրինակ, չգիտեմ, հիմա բոլորը գիտեն, որ եթե դու ուզում ես ձմեռային, չգիտեմ, սահելու հետ կապված կամ ձմեռային հաճույքների հետ կապված туриզմ, դու ասում են դե գնա Ալպեր, բայց այդ Ալպերը ինքը ժամանակի մեջ են դարձել, չէ՞, Ալպերը իրանք միանգամից չի ծնվել։ Իհարկե դա միանգամից չի ծնվել, բայց ի սկզբանե, երբ որ այդ գյուղերը առաջացել են, այսինքն դա եղել են շատ փոքր սարերում, գյուղեր, որտեղ ինչ որ տենց բան էնտուզիաստներ գնացել են ու դահուկ են քշել, բայց հետո երբ այդ տեղական մարմինները հետո արդեն պետական մասշտաբով իրանք որ արդեն տեսել են որ կա պահանջարկ որ կա այդ զարգացման այսպես ասած այդ տեսլականն եւ այլն առաջինը ինչ իրանք արել են որ այդ լանդշաֆտը նույնիսկ տեսքը այդ լանդշաֆտի չփչանա որ դու նայում ես ցանկացած տնակ ինքը իր տեղն է գտել այդ լանդշաֆտում։ Այնտեղ դու չես գնում ինչ որ փոքր մի հրապարակ ու գալիս ես այդ հրապարակ ունտեղ շենք, որը որ նույնիսկ ոչ մի բաներով, չափորոշիչներով չի համապատասխանում լոգիկայից դուրս ինչ որ մի կառույց է։ Այնտեղ դու տենց բան երբևիցե չես տեսնի։ Թեմայից շեղվում ենք, բայց այդ տեսակետից, այդ լանդշաֆտային տեսակետից, մենք Ծաղկաձորը ձախողել ենք, Դիլիջանը, Ծաղկաձորը։ Տապալել ենք, ես կասեի։ Մենք ուղակի տապալել ենք, բայց Ծաղկաձորը այլևս էլ երբեք չի լինելու կուրորտային տեղ, ինքը դառնում է տենց քաղաք, որտեղ շենք ու արդեն 2 տարի է ոչ ճանապարհ կար այդ փոշին ամբողջ որը տեղ տիրում էր ես չեմ պատկերացնում ինչ տրամաբանությամբ է դա արվել էլի կարելի էր նոր բան շենքեր կառուցել բայց ոչ բարձրահարկ էլի կարելի էր անել շատ լավ ներդրումներ ճիշտ գրագետ ճաշակով ի վերջո մի հորինեք մի այսպես բան բացում ես ու տեսնում ես թե աշխարհում ինչ ձևի են անում այդ հյուրանոցները, ինչ ձևի են իրանք սենց ոնց որ ասած բանը ինտեգրացիա անում այդ լանդշաֆտի մեջ, որ քեզ հաճելի է գտնվել։ Այդ լանդշաֆտը պետք է պարտադրվի ինչ որ մի կետից, չգիտեմ, դա կլինի տեղական ինքնակառավարում պետությունը կամ եւ այլն։ Ոնց հասկանում եմ, չի պարտադրվել։ Ամեն մի կառուցապատող ըստ իր ճաշակի, հաճույքի եւ ցանկության եւ գումարի ինչ որ բան է կառուցել առանց կողքինին եւ լանդշաֆտին հաշվի առնել։
մենք արդեն այդ թեմայով մի անգամ ոնց որ բան զրուցել ենք, որ կամ այդ ներդրողը, հա, պետք է ունենա խիղճ գոնե։ Լավ ճաշակ չունի, գոնե խիղճ թող ունենա։ Կամ այդ տեղական այդ ինքնակառավարման, հա, մարմինները ոչ կոմպետենցիա ունեն, դա նշանակում է, ոչ գիտելիք, ոչ փորձ, այսինքն իրանք երբեք ոչ եղել են, ոչ տեսել են այդ ալպիական, հա, գյուղերը, իրենք երևի եղել են տենց Դուբայ, ու Դուբայում դա տեսել են Դուբայի ալպերը, այո, շատ Դուբայի ալպերը բան ստացված են, ու մտածել են, որ ինչ էսա էլի, ուրեմն սենց պետք է լինի, ու առավել եւս այնօր ես այնքան ճիշտ բան լսեցի, բան ինձ թվում էր, որ դե ես եմ տենց ոնց որ զգում, բայց չեմ ոնց որ բանը բարձրաձայնում, բան իմ ընկերներից մեկը ասեց ես չեմ գնալու X տեղ, X հյուրանոց, ասեցի ինչի, ասեց դե գիտես ինչ, ասեց ինչ որ ես ունեմ պոզիցիա, հա, այսինքն ես ունեմ իմ քաղաքացիական, այսպես ասած դրսևորումը, որ ես գտնում եմ, որ ճիշտ չի, դա տապալված է ու ես չեմ գնալու։ Ես իմ գումարը չեմ ծախսելու։ Այսինքն ես ինչի պետք է ծախսեմ։ Ես գնում եմ ինչ-որ միտեղ, որ օդ շնչեմ, այդ օդն էլ է, չէ, բուժիչ։ Դու գնում ես, որ դու հանգստանաս, դու ինչ-որ բան կտրվես, հա, քաղաքային կյանքից, աղմուկից դուրս գալը արդեն բուժիչ։ Այո, այդ լռությունն էլ է դա թերապիա, որ դու գնում ես ինչ-որ միտեղ, որտեղ կա լռություն։ Բայց բացարձակ բացակայում է ինչ-որ մի տեսլական, ռազմավարություն, մոտեցում, իրանց թվում է, որ այ գրենք 10 միլիոն ունենք ներդրում ու ցույց տանք ինչ լավ աշխատանք ենք անում, ոչ, դա լավ աշխատանք չի, միշտ կարելի է բերել մեծ ներդրումներ, միշտ, բայց պարտադրելով, որ մենք սենց ենք ընդունում, անել X տեղանքի այդ master պլաները, հա, ստեղծել այդ կլաստերները, այսպես ասած, դու ասենք մենակ այդ տերմիններն են, հա, օգտագործում, մենք ես կստեղծենք, չկա տենց բան, իրանք վերցնում են ինչ-որ մի case, հա, որը բանը, որ ներդրողա, ինքը ուզում է գա, այդ գումարը դնու, ես շատ եմ, հա, վախենում, որ այդ նույն ճակատագիրը մեզ կսպասի ջերմուկում մեկ այլ տեղեր չկպնեք, բայց ջերմուկին Չէ, որովհետև օրինակ ջերմուկը բավականին, օրինակ երբ որ ես ինքը լավ որպես առողջարան, հա, շատ լավ, ինքը լանդշաֆտի հետ բավականին հարմարեցված, այսինքն ինքը հենց կառուցվել է, գոնե իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ հենց կառուցվել է որպես քաղաք առողջարան։ Այո, նախ եւ առաջ, ու հենց դա երևում է, հա, լոգիկայի մեջ, այսինքն այդ նույն մեծ ահռելի առողջարանային շենքերը անգամ իրանք տեղավորվում են միջավայրի մեջ, իրանք տեղավորվում են։ Բայց այսօր փաստացի մենք ունենք վտանգ, որ կարող է Այո, ունենք վտանգ ու դա մենք արդեն տեսնում ենք այդ իրականացումը այդ վտանգի, որ մարդկանց թվում է դու պետք է անընդհատ, եթե ուզում ես որ քո պրոյեկտը լինի, հա, արդյունավետ, այ ոչ թե դու այսօր դնես այդ գումարը ու մի տարի հետո հա ստանաս եկամուտ, մեր մեծ մասը մեր ներդրողների տենց են իրենց պատկերացնում։ Ընդհանրապես մեր հասարակության մեծ մասը։ Եթե ուզում ես որ քո արած աշխատանքը ապրի ու ծառայի, այս պետությանը, մեզ, քո երեխաներին, հա, թոռներին, որ իրանք գան ասեն, այ իմ պապիկը սա կառուցել, այս հյուրանոց, հա, ոնց որ այդ ալպերում է։ Այնտեղ բան ընտանիքով եկած են այդ հյուրանոցները, իրանք ընտանեկան են մեծ մասը, կան եւ ցանցային, ու նույնիսկ այդ ցանցերում են աշխատում արդեն բան այն մարդիկ, ով այդտեղ ունեցել է աշխատող կամ տատիկ կամ պապիկ եւ այլն, այսինքն իրանք ստեղծում են արժեք, այ ոչ թե ուղակի բան արագ տենց գումար աշխատելու, հա, որպես բան են, հա, դիտարկում։ Բայց այս պետությունը ինչ որ պետքա դնի այդ բաները, սահմանափակումները, ավելի շուտ ինքը պետքա տա այդ տեսլականը։ Ցանկացած ներդրողին շատ ավելի հեշտ կլինի, հա, երբ որ ինքը գա ու տեսնի, որ կա այդ master պլանը, ու ասի նայ, այստեղ ես ունեմ տենց երկու բան ռեստորանի
տեղ, հա։ Ստեղ բան ինձ պետքա մեծ հյուրանոց, ստեղ ինձ պետքա բա փոքր հյուրանոց, իստեղ ինձ պետքա օրինակ, չգիտեմ, ինչ որ մի տուրիստական բան, օրինակ դիտակետ, հա, ասած բան տեսարանա բացվում։ Իսկ այդ դիտակետի մոտ դու կարող ես նաև ինչ որ մի հատ փոքրիկ բան կաֆե բացես օրինակ։ Այսինքն սաղ որ մտածված լինի, էլի ներդրումներ են արվելու։ Բայց արվելու են նենց որ դու չգաս ասես էս ինչ է, ես այլևս էլ չեմ գա։ Ոչ մի պատճառ չի մնում, որ դու ասես ինչի համար ես պետքա գնամ X տեղ այնտեղ որտեղ այդ մեծ այդ շենքերն են, հա, կառուցում չմտածված, այդտեղ բնակարաններ են, բան վաճառում, էլի անեիք այդ շենքերը, բայց անպայման չէր ամբողջ այդ game plan-ը, այսպես ասած, այդ քաղաքների բան աղավաղել։ Ես մեր բոլոր այս զրույցներից, ոչ միայն այսօրվա, այլ առհասարակ բոլոր զրույցներից անում եմ մի հետևություն, որ զբոսաշրջությունը դա այն ոլորտն է, այսպես երևի ճիշտ կրին ձևակերպեմ, զբոսաշրջությունը այն ոլորտը չի, որտեղ պետությունը կարող է բաց թողել եւ ասել, դե մասնավորը շուկայի անտեսանելի ձեռքը հարցը կլուծի։ Սա այն ոլորտն է, որտեղ տեղական ինքնակառավարումը, պետությունը իր բոլոր ձևերով, հա, ձևաչափերով պետք է ներգրավված լինի, պետք է ռեգուլատոր լինի։ Այստեղ շուկայի անտեսանելի ձեռքի հույսին մնալ չես կարող, պարզապես կտապալվի գործը ու վերջ։ Մի հատ գաղտնիք բացեմ, այդ բոլոր ոլորտներում տենց պետք է լինի, հա, որովհետև երբ որ քո միջին կրթական ցենզը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա, այնտեղ որտեղ բնությունը չունի արժեք, այնտեղ որտեղ հա մարդիկ ասում են, ինչ է էլի թո նոր ծառը լինի, հին ծառը ում է պետք, այսինքն այս արժեքներով, հա, ապրող մի հանրությանը ցավոք դու պետք է անընդհատ ուղղորդես, միջև որ չաճի ու չմեծանա նոր մի սերունդ, որը կկրի արդեն այլ արժեքներ։ Դու չես կարող բաց թողնես, որ իրանք անեն այն ինչ որ իրանք պատկերացնում են։ Այդ մենք շատ մոտ ենք դրան, իրականում sense բան քաոսին, էլի, sense բան քաոսից 5 պակաս է մեր մոտ։ Հա, ու այս ամեն անգամ sense զարմանում եմ, ասեմ մենք ոնց ենք հələ այսքան ոնց բան դիմադրում։ Դու կարող ես անես դա շատ նուրբ, շատ զգուշ, շատ չմիջամտելով ուղիղ քո ինչ որ քո մտքերով ոնց որ ասած շատ մեծ ուժ չգործադրես դու անընդհատ տենց թեթև զգուշ պետքա տենց փոքր երեխան որ նոր սենց բան վերականում ու սկսում է առաջի բան քայլերն անել չէ դու պետքա նաև թողնես որ ինքը ընկնի հա ինչ որտեղ ցավը զգա որ հասկանա որ չի կարելի օրինակ տաք ջրի տակ բան ձեռքը պահել դու անտեսանելի իրան անընդհատ պետքա ուղղորդես բայց դրա համար այդ ուղղորդողը գոնե պետքա ունենա այդ կոմպետենցիաները որ կարողանա այդ տեսլականը տեսնի ուր է ինքը գնում ինքը ուր է ուզում որ այդ երեխան հա հասնի օրինակ 20 տարի հետո բայց եթե ինքը չի տեսնում ասում դա դու մեծանա էլի հենա այս տունը են բակը թող գնա մեծանա չէ տենց չի լինելու տենց չի ստացվելու դու պետքա ինչ որ ձևի շատ նուրբ, շատ զգուշ, բայց ուղղորդես, ուզում է դա լինի տուրիզմ, ուզում է լինի դա օրինակ բանկային բան գործ կապ չունի ինչը, պետք է անընդհատ բան փորձես եւ կրթես եւ ուղղորդես եւ ասես էլի երեխու հետ պետք է հա ոնց որ բան համեմատեմ ասենք չասես էս չի կարելի չէ երեխայից մի բան ասում ես սա չի կարելի բա ձեռ տալ չասես այն այս սա կարելի է որ ինքը հասկանա հա ուրեմն սա չէր կարելի այդ դաստիարակչական բականերեք որ տենց պետք է ասեմ բայց էտա դու պետք է ինչ որ չափով քո հանրությունը դաստիարակես բերես բան մասնագետներ իրանք շատ գնան արտասահման տարբեր ոլորտներից օրինակ եթե դու որոշում ես հա որ բժշկական տուրիզմն է
դու պետք է օգնես այդ որ տենց բան բազմաթիվ գնում են կամ այդ դեսպանները որ գալիս են տենց բան նկարվում են ձեռք բաներով սեղմելով այդ մի անգամ այդ հանդիպման ժամանակ այդ դեսպաններին ասենք այդ մի դեսպանին ասեք մենք ուզում ենք օրինակ մեր ոլորտից մի 50 հոգի կան տեսնեն դուք ոնց եք բան սա զարգացնում կամ ուզում ենք ձեր մասնագետներին հա հրավիրենք ոտ ես վստահեցնում եմ որ մեծ սիրով իրանք դա կկազմակերպեն այդ փորձի այդ փոխանակումը անընդհատ 10 իրան անդադ ասես որ նայ այս էլ կա դու էս էլ պետքա տեսնես էս էլ պետքա կարդաս բան քո վրա պետքա աշխատես այդ տեղական բան ինքնակառավարման այդ մարմիններում այդ աշխատող մարդիկ ովքեր այդտեղ նստած են այնտեղ կան գիտեք եւ բան բնապահպանության կա վարչություններ, տուրիզմի, այսինքն այդ հաստիկները կան, բայց այդ մարդկանց այդ նաեւ կյանքի այդ փորձն է շատ պակասում, էլի, եթե շատ այդ այցերը հա կազմակերպեն, այդ մարդկանց պատանեն ցույց տան կարող է օրինակ որ Ծաղկաձորից տարած լինեին օրինակ Մերիբել հա իրանք կգնային ու կարող է հետո գային ասեն ես ինչ են կարել այս քաղաքի հետ օրինակ էլի ես ունեմ այդ հույսը չգիտեմ բայց կարող է եւ ոչ բայց ուզում ասեմ այդ ձեռքը անտեսանելի ինքը պետքա լինի Շատ լավ, շատ շնորհակալություն, առաջարկում եմ հենց այս մտքի վրա էլ ավարտենք հաղորդաշարը, որպեսզի գնանք, մտածենք, ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դիտում եւ լսում եք գործարար ալիքը, ռազմավարական պլան տուրիզմներ եթերում, ղեկավարում աշխատեց Լիանա Խաչատրյանը եւ առաջին խոսափողի մոտ էր կառավարման փորձագետ Աննա Մազմանյանը, շնորհակալություն